Հենց այսպես առանց թեթևեթանքի եւ հատկապես հրավերի իրավապահ մարմինները ներխուժեցին զանգերի կենտրոն։ Պատճառն այն է, որ կազմակերպությունը ոչ թե հարց ու պատասխանի, այլ մարդկանց խաբելու համար էր գործում, քննիչն է տեղեկացնում։ Ունենալով արդեն իսկ ներդրումային խարդախություններից տուժած մարդկանց տվյալները, կենտրոնի աշխատակիցները զանգահարում էին, ներկայանում որպես օրինակ քննիչ, ասում, որ կարող են օգնել վերականգնել գումարը, իսկ այդ ամենն իրականացնելու համար նորից գումար էին պահանջում։ Պարզվում է, այս զանգերի կենտրոնը անդրազգային հանցավոր կազմակերպության մի մասնաճյուղ է եղել։ Նշված զանգերի կենտրոնների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ գործունեություն են ծավալում ոչ միայն տվյալ երկրի քաղաքացիները, այլ մեծամասամբ օտար երկրների քաղաքացիները, ովքեր հենց թիրախավորված եկել են Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ծավալեն իրենց հանցավոր գործունեությունը։ Թիրախը եղել են եվրոպական երկրներում եւ Կանադայում բնակվող մեծահասակ քաղաքացիները, որոնք առնվազն $1000 են ունեցել բանկային հաշվում։ Հարյուրավոր մարդիկ են տուժել, 60-ից ավելի անձի ինքնությունը նույնացվել է։ Հանցավոր կազմակերպության անդամներից 5-ի նկատմամբ կիրառվել է կալանքը, 2 անձի նկատմամբ տնային կալանքը, իսկ 4-ը հասցրել են փախուստի դիմել։ Նրանց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։ Ճիշտ է, այս զանգերի կենտրոնի գործունեությունից չեն տուժել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քանի որ վերջինս տեղակայված էր հենց Հայաստանի Հանրապետությունում, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դառնում են զոհ այլ երկրներից գործող զանգերի կենտրոնների կողմից, ովքեր որ թիրախավորում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Քննիչը նշում է, այդ դեպքերով կան քրեական վարույթներ, որոնցով ընթանում է նախաքննություն։ Եթե բանկերում տոկոսը լավագույն դեպքում 8-9% է, որ գումարներ դնեք, եւ մեկը ձեզ խոստանում է 50 կամ 100% եկամուտ, բնական է, որ դուք պիտի միանգամից կասկածեք, որ այստեղ մի բան այն չէ։ Մեդիա փորձագետը նշում է, ներդրում կատարելու համար համապատասխան ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է որոնել կենտրոնական բանկի կայքեջում։ Կամ այցելելով կենտրոնական բանկ, փորձելով այնտեղից ինչ-որ պարզաբանումներ ստանալ։ Նույն կերպ քննիչներ, քննչական գործողություններ իրավասու են կատարել կոնկրետ քննչական մարմիններ, այսինքն պետք է պարտադիր, երբ որ դուք խաբեության զոհ եք դառնում, դիմել համապատասխան մարմիններին ձևակերպումներ ստանալ եւ համոզվել, որ համապատասխան գործողություններ իրականացվում են պետական մարմիններում։ Մեդիա փորձագետը նշում է, հանցագործները խաբեության մեխանիզմները զարգացնում են եւ ժամանակն է, որ մարդիկ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն իրենց գումարներին ու առցանց անվտանգությանը։ Լիանա Խաչատուրյան, Արամ Հարությունյան, լուրեր։